որպես գիտնական հարցին պատասխանեմ։ Ինձ համար անընդունելի ու անտանելի է քաղաքական կոնյունկտուրը ասվածը, այսինքն իրավիճակին հարմարվել։ Այսօր այսպես էր պետք, այսպես ես ասում, վաղը իրավիճակ է փոխվել, այդ տեսեք մեր իշխանությունները շատ են ասում դրա մասին, որ եթե մենք ասում էինք, որ Արցախը Հայաստան է, հիմա չենք ասում, որտեղ իրավիճակ է փոխվել, բայց իրականությունը չի փոխվել, ճշմարտությունը մեկն է, չէ, չի կարող 10 ճշմարտություն լինել։ Ինչ պարագայում էլ լինի, դու պետք է ասես, որ ցեղասպանություն եղել է եւ ցեղասպանության խնդիրը ոչ միայն վտանգավոր է այդ խնդիրը հետապնդել, այլև ընդհակառակ անվտանգության խնդիր է։ Այ մենք միշտ ասում էինք, որ որքան մենք ցեղասպանության մասին խոսենք, աշխարհով մեկ Թուրքիայի իրական նկարագիրը, պատկերը ներկայացնենք որպես ժխտողական երկիր, դրանով ավելի անվտանգ կդարձնենք Հայաստանը, որտեղ աշխարհը կիմանա, որ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի Հանրապետության հարևանությամբ վտանգված է, առավել եւս որ արևելքից էլ Ադրբեջան նրա քույր երկիրը գոյություն ունի եւ երկու կրակների արանքում է Հայաստանը։ Ինչը որ տեղի ունեցավ Արցախի օրինակով, այսինքն մենք այդքան խոսեցինք ցեղասպանության մասին, մարդիկ ասում են զգուշավոր եղեք, դա շատ վտանգավոր խնդիր է, այս է այն է, աշխարհը չարձագանքեց, սա ուրիշ հարց է, կամ մենք չկարողացանք 100 պատշաճի ներկայացնել խնդիրը եւ արդյունքում մենք երկրորդ ցեղասպանության ականատեսը դարձանք, որովհետեւ ըստ 48 թվականի դեկտեմբերի 9-ի հայտնի Ռաֆայել Լեմկինի կազմած բանաձևի, որը ՄԱԿ-ը ընդունել է, ցեղասպանությունը նաեւ պարտադրանքի ուժով մարդկանց իրենց հայրենի բնօրրաններից հեռացնելը, ինչը որ տեղ ունեցավ Արցախում արդեն 20 թվականին առաջին փուլով, 23-ում վերջնականապես երկրորդ փուլով։